Բարի լույս սիրելիներս, Տեր հայր, Ադամը դրախտում ինչը պիտի մշակեր ու պահպաներ։ սիրելիներս, նախ մարդը պետք է գիտակցի իր կյանքի ընթացքում Աստծո մեծության, փառաբանության մասին եւ ուրախությամբ կարողանա պահել այդ պատվիրանը։ Յուրաքանչյուր մարդ կոչված է այս աշխարհի մեջ որևէ ծառայություն կատարելու, եւ այդ ծառայություններից մեկը հանուն Աստծո սիրո քո ծառայություն անել նրա փառքի համար։ Երկրորդ Աստված Ադամին պատվիրեց մշակել ու պահպանել այն, որպեսզի նա իր ժամանակը դատարկությամբ չլցվի, որովհետև պարապությունն ու դատարկությունը բազում մեղքերի ծնունդ են տալիս։ Բայց Ադամը կարիք չուներ սովորական հողագործի պես չարչարվել, որպեսզի իր հանապազորյա հացը վաստակեր։ Դրախտում ամեն տեսակ պտուղներ կար ուտելու համար, այլ Ադամը այդ ամենն անում էր, որպեսզի նախ ինքն իր ունեցածը գնահատի, երկրորդը պահպանի չարից։ Մեզ տրված ծառայության սահմանը մենք ամեն կերպ պիտի պահպանենք, ինչպես որ հոգևորականը, եթե ինքը ամեն օր եկեղեցուց դուրս նաև իրեն վստահված հավատացյալի համար չաղոթի, այդ հավատացյալը օրհնություն չունի։ Օրհնությունը յուրաքանչյուր հավատացյալը, երբ որ ինքը նաև իր համար աղոթող հոգևոր հովիվ ունի։ Այնպես էլ Աստված Ադամին դրեց դրախտի մեջ, ասեց պահպանիր ու մշակիր այս ամենը, որպեսզի հոգ տանի, հասկանա, որ այս ամենը ինչ որ ունի, Աստված իրեն որպես սեփականություն է տվել։ Մեր թշնամին չի կարող մեզ մեր ծառայության սահմաններից հանել, եթե մենք մեր մեղքերով չսայթաքենք։ Մեր մեղքերը, որ մենք գործում ենք մեր դեմ ինքներս մեզ ցավեցնելով, աշխարհի բոլոր մարդիկ ու բոլոր մեղքերը չեն կարող այդքան վնաս հասցնել, ինչքան որ մարդն է իր մեղքերով իրեն վնաս հասցնում։ Սատանան, մեր անտեսանելի թշնամին, ամեն ինչ անում է, ամեն միջոցներ դնում է, որպեսզի մարդուն իրպես թշվառ ու ապստամբ դարձնի մեղքի պատճառով։ Իսկ մեղքը սիրելը, մեղքի համար ապրելը նման է, որ դու կրակը մոտեցնում ես բենզինի տարային։ Այդպես էլ մարդու կյանքն է։ Աստված դրա համար տվեց Ադամին մշակի, որտեղ հետագայում որ դրախտից դուրս էր գալու, ինքը աշխատանքի փորձ ունենար, հասկանալ, որ իրեն տրվածը պետք է աշխատանքով նաև պահել։ Դրախտը, երբ որ տրվեց Ադամի ենթակայության տակ դրվեց, ինչ ասաց Աստված Ադամին եւ այն. աճացեք, բազմեցեք, երկիրը լցրեք եւ այդ ամենին տիրեք։ Մենք աճելու, բազմանալու փոխարեն, տիրելու փոխարեն, ինչերով մենք իշխան էինք կարգված, հետագայում ծառաներ դարձանք, որովհետեւ մենք զրկվեցինք նաեւ Աստծո ներկայությունից։ Ուրեմն ինչ որ Աստված մեզ տալիս է պահել, պահպանելու համար, սա պարզապես հրահանգ չէ կամ պահանջ չէ, այլ տրված է ինքդ քեզ ճանաչելու, Աստծուն սիրելով այդ ամեն անելու եւ վերջապես քո սահմանները թշնամուց ապահով պահելու համար։